Այստեղ հետևների կանգնած կուսակցությունների մասին է խոսքը, որ ասենք մեծ հաշվով նայում ես բոլորը հանրապետական կուսակցությունից են եղել։ Հիմա ուզում եմ հասկանամ, մենք խաբված ենք եւ այսօր Գյումրեցին բոլորին էլ ճանաչում է արածներով եւ չարածներով։ Հիմա ես կյանքում առաջի անգամ մտնում եմ մեծ քաղաքականություն որպես քաղաքապետ, ես այս քաղաքի ծնված ծոցից ելած մարդ եմ, բոլորի դարդու ցավը գիտեմ։ Ես չեմ կարող հաշիվ ասել, թե ես քանի ընտանիք եմ մտել եւ աչքով տեսել եմ ինչ է կատարվում մեր գյումրեցիների ընտանիքում, բայց մեր գյումրեցիները իրականում հերոսներ են։ Հերոսներ են, որ ապրում են այսպիսի պայմաններում։ Այո, սատարել եմ իշխանություններին, հեղափոխությանը, վարչապետին 7 տարի շարունակ պայքարել եմ այդ ամեն ինչի, պայքարել էի, որ իմ ժողովուրդը տնագներից դուրս գար։ Հիմա ինձ հարցնում են, ինչ տվեց այս հեղափոխությունը մեզ։ Նախկին ուժերը ղեկավարեն քաղաքը, սկսած պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր, պաշտոնյաներ, էլի քավոր խնամիական հարաբերությունները լինի։ Ու մեղադրում եմ այն կադրերին, ովքեր ղեկավարել են այդ 7 տարիների ընթացքում Գյումրի քաղաքը։ 6 տարում 6 մարզպետ փոխվեց։ Սա ինչ է նշանակում։ Շիրակցին չընդունեց ոչ մեկին։ Զոհվածների տները չմտան, չասեցին ձեր երեխեքը զոհվել են մեր համար, այսինքն անուշադրության մատնեցին։ Նույնիսկ մարդու տեղ չտրեցին, նույնիսկ գնում էին մարզպետների մոտ հերթական հանդիպումների մերժվում էին։ Բա հիասթափությունը հոմի օրում չի եղել, դա եկել է աստիճանաբար։ Հիմա ես որպես այլընտրանքային պայքարում եմ բոլոր 8 թեկնածուների դեմ, որպեսզի Գյումրին վերցնենք, տանք Գյումրեցուն։ Ուրեմն այս քաղաքում չկա մի մարդ, որ գյումրեցի կա, գյումրեցու դարդու ցավով հոգա, պետք է Երևանից որոշեն, թե ով է լինելու մեր քաղաքի ղեկավարը։ Դա հիմա գյումրեցին է որոշելու, այս ընտրություններին ցույց կտա գյումրեցին իր խոսքը։ Անում երբևէ կուսակցական չեմ եղել եւ հիմա էլ որ առաջադրվել եմ, էլի անկուսակցական եմ առաջադրվում, ինձ համար իմ հոգու խորքում կա մի կուսակցություն, որի անունը Գյումրի է եւ կուսակցականներս բոլոր գյումրեցիներն են։